մեղադրող կողմը չունի փաստարկ, չունի որևէ վերաբերելի ապացույց, մենք չպետք է ապացուցենք, որ դա որտեղ իրանք են չեղած տեղից գունավոր ծխերից բխեցնում ահաբեկչության մեղադրանք եւ ոչ թե մենք։ Երեք դուք ապացույցներից մեկը տեսաք, այն ֆիլմը, որ ցուցադրում էին։ Մենք շատ հրաշք ֆիլմ էին ցուցադրում դատարանում, չտեսաք առաջին սերիան, այդ մեր սեզոնի, այսպես կոչված առաջին սերիան էր։ Անիմաստության գագաթ, քննիչների աշխատանքը չտեսաք։ Խնդրում եմ, պարոն Խուդոյանը լավ վերաբերմունք, պարոն Խուդոյանը շատ լավ մեկնաբանություն վերաբերմունք է տվել եւ ընդհանրապես դատարանում էլ ուղղակի զավեշտի գագաթներ դա։ Հիմա թե այդ ֆիլմերը ցույց են տալիս որպեսի մերժեն մեղադրանքը, թե ցույց են տալիս հաստատելու համար, դա արդեն չգիտեմ զավեշտի որ ծայրին են գտնվելու։ Հա։ Դե ապրումները ամոթի զգացում ենք ունենում, որ ապրում ենք այս ժամանակներում, բայց դարձյալ պիտի կրկնեմ, հսկայական հայրենիք կորցնելուց, այսքան մարդու կյանք խեղելուց, Բաքվի բանտերում գտնվելուց, տրամաբանականը դա, որ թիրախ պիտի դարձնեն ամենայն հայոց հայրապետին, որովհետև վեհապարը անընդհատ խոսել է այս թեմաների մասին, անընդհատ բարձրաձայնել է եւ բնականաբար պիտի գար նաեւ հրահանգ Փաշազադեից, որին շատ այսպես խոնարհումով ընդունում են ԿՊԱ-ական սիրելիները, իր որդեգիրները, հոգևոր որդեգիրները Փաշազադեի, հրամաններ Թուրքիայից, բնականաբար պիտի գար հասներ դրան, չէ, որովհետև վեհապարը այս ամբողջ եղածի ողբերգության մասին կարող եմ ասել առաջին ձայնը բարձրացնողը բոլոր ատյաններով եւ բոլոր հնարավոր միջոցներով։ Ինչու պիտի չլիներ։ Պիտի լիներ։ Եվ դա ասում եմ, մեր ինչպես արձանագրել եմ անցել անգամ, մեր պատմության խայտառակ եւ սև օրերից մեկն է։ Բայց իրենք կպաճառաբանեն ասելով, որ դե օրենքի առջև բոլորը հավասար են, չէ՞։ Բայց ինչ է գործը, ինչ գործով է դատարանում վեհապարը, սա է ամենակարևորը։ Իր պարտականությունները, իրավունքները, հայրապետական բարձր տնօրենությունը, պատասխանատվությունը իրականացնելու համար։ Այս պատճառով է իր բարձ կանոնական իրավունքները իրացնելու համար։ Հա, բանտային տարիներ, արդեն տարիներ դարձան։ Թե մարգարեական եք ասում, որ առաջիկային էլ է լինելու։ Ուրեմն ասեմ ձեզ, նախ վերստին պիտի գնահատանքով անդրադառնամ բոլոր ծառայողներին բուժկետից սկսած եւ ինչպես ասացի, մեզ համար յուրահատուկ վերատեսության ժամանակահատված աղել։ Գիրք գրելու մասին ճիշտն ասած բանտում էլ են, կալանավայրում էլ են ասել գիրք գրելու մասին, հենց ծառայողներն էին ասում։ Նամակագրություններ կան, թղթակցությունները կան, որոշակի մեծ հոդվածներ կան, որոնք այնտեղից եմ գրել, բայց կոնկրետ դրա մասին որոշել էի, որ ներսում ինչ-որ արձանագրումներ անել, բայց ուզում եմ մի քիչ ժամանակ անցնի, որ ավելի հեռվից ավելի ճիշտ գնահատելով խոսեմ, բայց երևույթներ են եղել, որոնք ուղղակի մարդկայնորեն չափազանց մեծ գնահատանք ունեն, հոգևոր իմաստով շատ խորը ապրումներ են տվել ինձ եւ դրանք անպայման կարձանագրվեն։ Եվ տեսնում եք, այստեղ արձանագրված սրբազոնն էլ դրա այսպես ասած վերարտադրությունն է, որովհետև երեքով գտնվում ենք նույն սենյակում կամ իրենց ինչպես ասում են խցում եւ շատ խոսակցություններ կային այդ թեմայով, ինչպես մարդիկ անցնում են ԱԱԾ-ի դիմացով խաչակնքվում են կամ ԱԱԾ-ի շենքից դուրս են գալիս թիկունքով են դուրս գալիս, ինչպես եկեղեցում եւ այդպես նաեւ ծնվեց այս անունը, երևի գրքի վերնագիրն էլ հենց այդպեսին կլինի սրբազոն անունով։ Այո, մարդկային կյանքի ես մարդիկ չհասկացան, որ դրանով ես միշտ ասել եմ, մեր կենսագրությունը մեր միայն իմը չէ, բոլոր նրանց ովքեր հայրենական գիտակցություն ունեն, ինքնության զգացողություն ունեն, գողացել են այս մարդիկ։ 40 տարի շուրջ մեր կենսագրությունից գողացել են։ Մենք այս ամբողջ մեր գիտակցական կյանքը անցել է ազատագրության, հայրենիքի պաշտպանության,
Արցախ աշխարհի, մեր կյանքի, մեր ներքին կյանքի հզորացման եւ այլն։ Սրա մասին է եղել եւ դա գողացել են, բայց այս մեզ համար մեր կալանքի կամ կալանավայրային կյանքով իրենք ինչ որ ձևով հարստացրեցին մեր կյանքը, մեր կենսագրությունը։ Չհասկացան, մտածում են մեզ պիտի կոտրեն, խեղճացնեն եւ այլն, չհասկացան, որ տարան այնտեղ, որտեղ մեր բնական վիճակն է, այսպես ասեմ, մենք արդեն իսկ կալանավոր ենք այս կյանքում, պանդուխտ ու կալանավոր լինելով։ Եվ այո, հավանաբար կգրենք, հավանաբար կառցանագրություններ, ինչ տեսքով, ինչ ձևով, ինչ ձևաչափով չգիտեմ, բայց այո։ Եվ երևի է հենց հիմա էլ ասեմ, անունը կլինի Սրբազան։